Ստոմատոլոգիան շարունակում է մնալ մեր երկրում բժշկական туриզմի առաջատար ուղղություններից։ Երևանում անցկացվող ստոմատոլոգիայի և դիմացոնոտային վիրաբուժության երրորդյա միջազգային համաժողովին ներկայացվում են զեկույցներ հատամների իմպլանտացիայի ժամանակ կցվածքի կարևորությունից մինչև իմպլանտների էսթետիկայի սահմաններից դուրս թեմաներով։ Կոնֆերանսի մասնակիցները կստանան 24 շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ։ Հրավիրել ենք 3 մայրցամաքներից, մոտ 12 երկրներից ճանաչված մասնագետներ, իրենց փորձը կիսելու մեր հայ մասնագետների հետ, ինչպես նաև մենք ենք ներկայացնում, թե մենք ինչ առաջընթացի եւ ինչ հաջողություններ ենք արձանագրել ստոմատոլոգիայում։ Պետք է ասեմ, որ հայաստանյան ստոմատոլոգիան շատ զարգացած է եւ երբևիցե մենք հետ չենք մնացել համաշխարհային ստոմատոլոգիայից։ Հայ ստոմատոլոգների հետ մեր գործակցությունը երկար պատմություն ունի եւ հիմնված է փոխադարձ հարգանքի վրա, ոչ միայն մասնագիտական, այլև մարդկային տեսանկյունից։ Այս անգամ ներկայացնելու են պարոդոնտալ բժշկության ատամի հյուսվածքների վերականգնման նոր մոտեցումները։ Ներկայացվում է ստոմատոլոգիական ոլորտի գրեթե ամբողջ ծավալը, թերապևտիկից մինչև վիրաբուժություն։ Ընդգծելով ստոմատոլոգների եւ դիմացոնոտային վիրաբույժների կարևոր առաքելությունը, ժամանակին բուժառուի խնդիրը ճանաչելն ու ճիշտ ուղղորդելը, ներկայացվում է նաեւ զեկույց բերանի խռոչի կարմիր տափակ ворքինի եւ լեյկոպլակիայի բուժման վիրաբուժական ասպեկտների մասին։ Առաջնային օղակը, որ կարող է տեսնի ստոմատոլոգն է եւ ուղղորդի դիմացոնոտային վիրաբույժի, որտեղ այն հիվանդություններն են, որոնք հանդիսանում են նախաքաղցկեղային։ Շատ հաճախ դիմում են ստոմատոլոգի, բայց կան լորձաթաղանթի ախտահարումներ, որոնց վրա կարող է կամ ուշադրություն չդարձնեն, կամ դիտարկեն որպես ինչ-որ բորբոքային պրոցես եւ նշանակեն օրինակի համար եմ ասում ողողումներ եւ քսուկներ, բայց այնինչ դա արդեն սկսվող քաղցկեղային հիվանդություն է։ Այս կոնֆերանսը մեզի համար շատ կարևոր է, քանի որ սպիրկահայ ադամնաբուժերը եւ Հայաստանի հայերը միասնապար կգործեն եւ այս առիթով կճանաչեն իրար եւ իրար ուղղակիները կամ փոխչացնեն։ Մեզի համար փոխհարաբերություն մնա, որ ասեմ կարևոր է մեր ասպարեզի մեջ։ Համաժողովին զուգահեռ կազմակերպվել է նաև մասնագիտական ցուցահանդես, շուրջ 20 ընկերություն ներկայացնում է աշխարհի նոր արարությունները։ Նարեկ Ոսկանյան, Արտակ Ղևորքյան, լուրեր։